Հանձնաժողովի զեկույցի հետ կապված իշխանության ներսում խժդժություններ են, Անդրանիկ Քոչարյանը կարծում է գնդակ Ալեն Սիմոնյանին դաշնում է, Ալեն Սիմոնյանն ասեց սխալ է մեկնաբանում, լրիվ ուրիշ դաշնում է, ձեր մեկնաբանությունը, որն ինչի է ձգձգվում այդ զեկույցի հրապարակումը եւ ինչի ԱԺԼ նիստերի դահլիճ չի բերվում, մենք այդպես էլ ոնց որ չենք հասկանալու, թե ով էր մեղավոր, պարտության պատճառները որոնք էին, ով էր թերացել ու ոնց պատժենք, որտեղ մեզ այդպես էին համոզում, որ հեսա քննիչ հանձնաժողովը պիտի քննի, սահանեն ջրի այնտեղ դատվողներ պիտի լինեն, բայց չտեսանք։ Ես կարծում եմ, որ ի սկզբանե քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը եղել է քաղաքական իշխանությունից պատասխանատվությունը դուրս բերելու եւ զինվորականների կամ առանձին գործիչների վրա բարթելու հանգամանքը։ Իհարկե եղած ակնհայտ նաեւ փաստերի իրողությունների պայմաններում բավականին բարդ է լինելու ստանալ զեկույց, որտեղ այդ խնդիրը կլիներ իրագործված։ Այս պայմաններում ես կարծում եմ, որ իշխանությունը նաև մտահոգություն ունի դրա ամբողջական հրապարակման մասով եւ միգուցե նաև ներսում էլ որոշակի խաղարկումներ իրականացնում է եւ միգուցե նաև որոշակի արհեստականություն կա այդ բանավեճի մասով։ Գլխավոր խնդիրը, որը այս ընթացքում զուգահեռ իրականությունում արձանագրվել է, դա այն է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ողջ ընթացքում տարբեր գործերով, պատերազմական գործերով, տարբեր դատական նիստերին զուգահեռ իշխանության առանձին դեմքեր եւ նրանց ղեկավարը ըստ էության հրապարակային, առնվազն հրապարակային ուղղորդել են դատա իրավական համակարգը, այդ թվում նաև քննիչ հանձնաժողովի աշխատանքը, ի սկզբանե նշանակել դավաճաններ, դասալիքներ, պատասխանատուներ եւ բնականաբար այս իրավիճակում ես չեմ էլ կարծում, թե հասարակության կողմից ձևավորվել է դրական սպասումներ դրա արդյունքների կամ հանգամանքների վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ այն իշխանությունը, որը իրագործել է այդ process-ը կամ այն իշխանությունը, որը ունի պատասխանատվություն եւ մեղսակցություն մեր պարտությանը, դրա առանձին ողբերգական իրավիճակներին եւ դրվագներին, չի կարող ինքը ձևավորել հանձնաժողով, որը քնի իր պատասխանատվության չափը։ Ես չեմ ուզում նաեւ սրանով ասել, որ բանակը առանձին բանակային օղակներ հրամանատարական կազմ կլինի կենտրոնական ապարատը, զորամիավորումների մակարդակով, զորամասերի կամ գումարտակային օղակում, որևէ մեկը պատասխանատվություն ունի եւ դա բացառապես քաղաքական է, բայց պատճառները, որոնք դրված են պատերազմում մեր պարտության հիմքում, դրանց ճնշող մեծամասնությունը քաղաքական որոշումներին եւ ժամանակին անհրաժեշտ քայլերի իրագործման հետ են կապված եւ բնականաբար ամեն ինչ բխում է քաղաքական ղեկավարության գործելավոճից կամ դրա բացակայությունից եւ բնականաբար այս իրավիճակում ինչ ցեկուց էլ գրես, ոնց էլ անես, ինչ փաթեթավորում էլ տաս, շատ դժվար է լինելու թաքցնել կամ քողարկել այն պատասխանատվությունը, որը ունի քաղաքական իշխանությունը։ Այս օրերին Անդրանիկ Քոչարյանը օրինակ հարցազրույց է տալիս, ասում է մեր նախկին ժամանակների բանկաբուտուլկեկը մենք աղյուսներով ենք փոխարինել եւ այն, այսինքն այսպես ամենամարտական վիճակի բերել ենք էլի բանակը, աշխատել ենք դրա ուղղությամբ, բայց պարտության պատճառներն էլ դասալքություն, էլի դավաճանություն, սրանք է էլի մատնանշում, իսկապես այդպես լուրջ աշխատանք էին տարել այս իշխանությունները բանակի վրա նախկին այդ բանկաբուտուլկեկի փոխարինում էր տեղի։ Գիտեք, դա մի ուզում եմ օրինակով բարձրորոշ ներկայացնել։ Հիմա նույնն է, որ համեմատես Երևանում այսօր երթևեկության մեջ գտնվող մեքենաները 30 տարի առաջվա իրավիճակում արկա երթևեկության մեքենաները։ Նույնը վերաբերում է աշխարհի ցանկացած երկրում, որովհետև ժամանակը բերում է իր պահանջները, եւ այս իրավիճակում մեկ բանը, որը կարող էր աշխատել 20 տարի առաջ, 10 տարի առաջ կարող է կիսով չափ արդյունավետությամբ գործել, դրանից 10 տարի հետո ընդհանրապես կարող է որևէ խնդիր չլուծել։ Իդեպ 1.5 տարի առաջ էր այսպես կոչված է դելիմիտացիա աշխատանքներից առաջ Գիրանցի գնացել ենք Տավուշի հատված մի քանի падգամավորներով եւ ես իմ ընկեր նաեւ Գեգամ Մանուկյանը ականատես ենք եղել դիրքերից մեկում իրենց ասած բանկաբուտուլկայի գոյությանը։ Այդ ժամանակ երբ որ խոսում էինք որ հրապարակենք նկարը, ես զուտ ելնելով այդ դիրքի անձնակազմի նկատմամբ հնարավոր ճնշումներից, ես ուղղակի այդ ժամանակ այդ լուսանկարը չհրապարակեցի։ Հանդիպել եմ էլի հատվածներում, որոնք նույնիսկ եղել են։ Դրանք նույն տուշոնկաների բաները, նույն բուտուլկեկը իրենց բառերով ասած կան, հիմա էլ կան։ Բնականաբար շատ ավելի քիչ են, քան եղել են, բայց ես ասում եմ
բոլոր նաև այն մարդկանց անունից, ովքեր գիտեն ինչ է նշանակում մարտական հերթապահություն, ովքեր գիտեն ինչ է նշանակում դիվերսիոն գործողություններ, մարդիկ, ովքեր պրակտիկայում տեսել են, թե ինչպես են դրանք կանխում նաև հակառակորդի հնարավոր մխրճումը տարբեր մարտական դիրքեր, եւ բնականաբար գիտեն, թե ժամանակին դրանք ինչ դեր են ունեցել ընդհանուր ամրաշինական աշխատանքներում։ Այստեղ խնդիրը այն չէ, որ մեր համար քննարկմանը նաև ժամանակակից տեսախցիկների կամ տեսադիտարկման համակարգերի գոյությունը, բայց այդ տեսանկյունից էլ ես մի օրինակ եմ ուզում բերեմ։ Պաշտպանության բանակում 2015 16, 17, 18 թվականների ընթացքում մենք ունեցել ենք տեսադիտարկման շատ ավելի արդիականացված եւ խտություն ունեցող համակարգ, քան Հայաստանի Հանրապետություն ունի նույնիսկ այսօր իր մարտական հերթապահությունը իրականացնելիս։ Որտեղ ժամանակին ավելի մեծ խտությամբ է դրված, դրանք ավելի ֆունկցիոնալ են եղել այդ ժամանակահատվածի համար։ Դե Արցախը Ադրբեջանի հանձնելուց հետո բնականաբար այդ համակարգը մնաց այնտեղ։ Արցախի պաշտպանության բանակում ավելի վաղ է սկսվել այդ աշխատանքները, այսինքն տեխնիկական ուղղորդել են դատա իրավական համակարգը, այդ թվում նաև քննիչ հանձնաժողովի աշխատանքը, ի սկզբանե նշանակել դավաճաններ, դասալիքներ, պատասխանատուներ եւ բնականաբար այս իրավիճակում ես չեմ էլ կարծում, թե հասարակության կողմից ձևավորվել է դրական սպասումներ դրա արդյունքների կամ հանգամանքների վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ այն իշխանությունը, որը իրագործել է այդ process-ը կամ այն իշխանությունը, որը ունի պատասխանատվություն եւ մեղսակցություն մեր պարտությանը, դրա առանձին ողբերգական իրավիճակներին եւ դրվագներին, չի կարող ինքը ձևավորել հանձնաժողով, որը քնի իր պատասխանատվության չափը։ Ես չեմ ուզում նաեւ սրանով ասել, որ բանակը առանձին բանակային օղակներ հրամանատարական կազմ կլինի կենտրոնական ապարատը, զորամիավորումների մակարդակով, զորամասերի կամ գումարտակային օղակում, որևէ մեկը պատասխանատվություն ունի եւ դա բացառապես քաղաքական է, բայց պատճառները, որոնք դրված են պատերազմում մեր պարտության հիմքում, դրանց ճնշող մեծամասնությունը քաղաքական որոշումներին եւ ժամանակին անհրաժեշտ քայլերի իրագործման հետ են կապված եւ բնականաբար ամեն ինչ բխում է քաղաքական ղեկավարության գործելավոճից կամ դրա բացակայությունից եւ բնականաբար այս իրավիճակում ինչ ցեկուց էլ գրես, ոնց էլ անես, ինչ փաթեթավորում էլ տաս, շատ դժվար է լինելու թաքցնել կամ քողարկել այն պատասխանատվությունը, որը ունի քաղաքական իշխանությունը։ Այս օրերին Անդրանիկ Քոչարյանը օրինակ հարցազրույց է տալիս, ասում եմ մեր նախկին ժամանակների բանկաբուտուլքեկը մենք աղյուսներով ենք փոխարինել եւ այլն, այսինքն այսպես ամենամարտական վիճակի բերել ենք էլի բանակը, աշխատել ենք դրա ուղղությամբ, բայց պարտության պատճառներն էլ դասալքություն, էլի դավաճանություն, սրանք է էլի մատնանշում, իսկապես այդպես լուրջ աշխատանք էին տարել այս իշխանությունները բանակի վրա, նախկին այդ բանկաբուտուլքեկի փոխարինում էր տեղի։ Գիտեք, դա մի ուզում եմ օրինակով բարձրորոշ ներկայացնել։ Հիմա նույնն է, որ համեմատես Երևանում այսօր երթևեկության մեջ գտնվող մեքենաները 30 տարի առաջվա իրավիճակում արկա երթևեկության մեքենաները։ Նույնը վերաբերում է աշխարհի ցանկացած երկրում, որովհետև ժամանակը բերում է իր պահանջները, եւ այս իրավիճակում մեկ բանը, որը կարող էր աշխատել 20 տարի առաջ, 10 տարի առաջ կարող է կիսով չափ արդյունավետությամբ գործել, դրանից 10 տարի հետո ընդհանրապես կարող է որևէ խնդիր չլուծել։ Իդեպ 1.5 տարի առաջ էր այսպես կոչված է դելիմիտացիա աշխատանքներից առաջ Գիրանցի գնացել ենք Տավուշի հատված մի քանի падգամավորներով եւ ես իմ ընկեր նաեւ Գեգամ Մանուկյանը ականատես ենք եղել դիրքերից մեկում իրենց ասած բանկաբուտուլկայի գոյությանը։ Այդ ժամանակ երբ որ խոսում էինք որ հրապարակենք նկարը, ես զուտ ելնելով այդ դիրքի անձնակազմի նկատմամբ հնարավոր ճնշումներից, ես ուղղակի այդ ժամանակ այդ լուսանկարը չհրապարակեցի։ Հանդիպել եմ էլի հատվածներում, որոնք նույնիսկ եղել են։ Դրանք նույն տուշոնկաների բաները, նույն բուտուլկեկը իրենց բառերով ասած կան, հիմա էլ կան։ Բնականաբար շատ ավելի քիչ են, քան եղել են, բայց ես ասում եմ բոլոր նաև այն մարդկանց անունից, ովքեր գիտեն ինչ է նշանակում մարտական հերթապահություն, ովքեր գիտեն ինչ է նշանակում դիվերսիոն գործողություններ,
Մարդիկ, ովքեր պրակտիկայում տեսել են, թե ինչպես են դրանք կանխում նաև հակառակորդի հնարավոր մխրճումը տարբեր մարտական դիրքեր, եւ բնականաբար գիտեն, թե ժամանակին դրանք ինչ դեր են ունեցել ընդհանուր ամրաշինական աշխատանքներում։ Այստեղ խնդիրը այն չէ, որ մեր համար քննարկմանը նաև ժամանակից տեսախցիկների կամ տեսադիտարկման համակարգերի գոյությունը, բայց այդ տեսանկյունից էլ ես մի օրինակ եմ ուզում բերեմ։ Պաշտպանության բանակում 2015 16, 17, 18 թվականների ընթացքում մենք ունեցել ենք տեսադիտարկման շատ ավելի արդիականացված եւ խտություն ունեցող համակարգ, քան Հայաստանի Հանրապետությունը ունի նույնիսկ այսօր իր մարտական հերթապահությունը իրականացնելիս։ Որտեւ ժամանակին ավելի մեծ խտությամբ է դրված, դրանք ավելի ֆունկցիոնալ են եղել այդ ժամանակահատվածի համար։ Դե Արցախը Ադրբեջանի հանձնելուց հետո բնականաբար այդ համակարգը մնաց այնտեղ։ Արցախի պաշտպանության բանակում ավելի վաղ է սկսվել այդ աշխատանքները, այսինքն տեխնիկական եւ ժամանակից միջոցներով ապահովելով, դա 2014-ի վերջն է եղել, վերջից սկսած եղել են եւ նաեւ դրանով է պայմանավորված եղել մեր հաջողությունների այն հատվածները, որոնք վերաբերում է եւ 2016-ի ապրիլյանի եւ չեմ ասում այդ նույն տեսադիտարկման համակարգերի, որոնք 15 թվականից էին դեռևս ներդրվել 44 օրյա պատերազմի օրերին։ Գիտեք, ամեն ինչ վերցնել, ոչինչ հասնել ցույց տալ, որ որևէ բան տեղի չունեցել, կարող են անել երկու տիպի մարդիկ։ Մարդիկ, որոնք առհասարակ չեն հասկանում ինչ է զինված ուժերը կամ պաշտպանական համակարգը, եւ մարդիկ, ովքեր գիտեն, բայց առօրյա քարոզչական եւ քաղաքական նպատակներով բնականաբար փորձում են զրոյացնել այն ամենը, ինչը տեղի է ունեցել։ Այսօր էլ կարելի է շատ երկար խոսել այն խնդիրների մասին, նույն պահպանության հատվածներում, մարտական դիրքերում, ցավոք դրանց 90%-ը գաղտնիության ռեժիմի ենթադրող բաներ են եւ ի տարբերություն իրենց մենք սրա հետ կապված շատ բաներ կա, որոնց մասին պարզապես չենք արտահայտում։ Շնորհակալ եմ շատ։